Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ բաժանորդագրվել եք ալիքին, ակտիվ մեկնաբանություններ եք գրում, ձեր դրական էմոցիաները եւ մեկնաբանությունները հետ եմ ուղարկում ձեզ, որպիսի դրական լիցքերով պարուրվեք եւ համընդհանուր դաշտ ստեղծվի մեր միջև, որպեսզի մենք կարողանանք այսպես հարազատորեն աշխատենք։ Ինչու եմ ասում սիրելի հետևորդներ հարազատորեն, որովհետեւ հենց այսօր եւ վաղը ամենաբարենպաստ օրերից մեկն է հունիս ամսը։ Ճիշտ է, վերնագիրը եղել է թե որ օրերն են բարդ հունիս ամսում, ինչից պետք է զգուշանանք, այո, բարդ մոլորակային դիրքավորումներ կան, բայց ես որոշել եմ նաեւ ընթացքում ձեզ ներկայացնել դրական օրերը, որպեսզի մի դեպքում խուսափեք խնդիրներից, իսկ մյուս դեպքում կարողանաք կազմակերպել ձեր գործերը համընթաց տիեզերական այդ ցիկլին։ Սիրելի հետևորդներ, փաստորեն այսօր ամսի 5-ն է, վաղ ամսի 6-ն է, եթե որոշել եք առաջարկություն անել, սիրային առաջարկություն, գիտեք, Լուսինը գտնում է Վեներայի օջախում, նա դրական փոխհարաբերություններ է ստեղծում շրջապատի հետ, ամուսնական առաջարկություն, մատանի կարող եք դնել, սիրո խոստովանություն կարող եք անել։ Մանրամասն հունիս ամսվա կանխատեսումների մասին խոսել եմ նախորդ հաղորդումների ժամանակ։ Սիրելի հետևորդներ, կարևոր տենդենսներ կան, որոնց մասին կցանկանայի խոսել։ Գիտեք, երկվորյակի նորալուսինը, բայց այն սկսեց մայիսի վերջ, ամսի 27-ի մոտակայքում, ինչ տեղի ունեցավ երկվորյակի կենդանակերպում եւ ինչ էր մեր երկրում կատարվում, տարբեր տեսակ խոսակցություններ, նույնիսկ հերյուրանքներ։ Սևլուսինը կարճի կենդանակերպում է, տարբեր այնտեղ կոռուպցիոն եւ սխեմաներ բացահայտվեցին, եկեղեցու եւ իշխանության միջև տեղի ունեցող այդ հակամարտությունը։ Իսկ սկսել էր ով երկորյակի կենդանակերպի ազդեցության տակ ծնված այդ անձը։ Գիտեք, շատ հետաքրքիր մոլորակային դիրքավորումներ կան եւ ժամանակի ընթացքում այս մոտակա ժամանակահատվածում դեռ այդ ցնցող մեկնաբանությունները, իրադարձությունները մեզ կարող են այսպես համընթաց գնալ մեր կյանքին, որտեղ Պլուտոնն է գտնում ջրհոսի կենդանակերպում եւ եթե մենք դիտարկում ենք հուլիս ամսին, Ուրանն է անցնելու երկորյակի կենդանակերպ, 7 տարի նա ցուլի կենդանակերպում է եղել, իսկ երկորյակի կենդանակերպում երկու տրանսուրանյան այդ բարդ մոլորակները, որոնք տվյալ դեպքում տրիգոն մեծ հնարավորությունների դիրքավորում են կազմում, այն բացելու է փակագծերը եւ մենք բարբերաբար այդպիսի նորությունների, այդպիսի իրադարձությունների կիզակետում կհայտնվենք։ Պլուտոնը նաև գիտեք կարճի կենդանակերպն է, կարճի կենդանակերպը ինչ է, հանրային գումարներն են, կոռուպցիան է, այդ օրգաններից միզասեռական օրգաններն են, դաշտը համապատասխան այդ դաշտն է, որտեղ բարբերաբար այդպես բացթողումներ կլինեն, որպեսզի հանրությանը շեղեն իրականությունը այդպես ըմբռնելուց, ընկալելուց։ Եվ երկուստեք ես ձեզ ասում սիրելի հետևորդներ, որ ուղղակի այնպես է ստացվել, որ կան մի քանի ուժեր, իրենք ամբողջ խաղահրապարակը, պարահրապարակը, բեմը, թաթերաբեմը իրենց ձեռքն են վերցրել, այսպես գլորելով ժամանակահատվածը մինչև մյուս տարի ընտրություններ։ Դե տեսնենք ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա, բայց ասել եմ, միշտ կասեմ, որ մեր նախկին ղեկավարները երկուսի մոտ Յուպիտերը գտնվում է խեցգետնի կենդանակերպում, Սևլուսինը նրանց քարտեզներում կարճի կենդանակերպում է, Մարսը այծող ջուրի կենդանակերպում եւ ահա այս տարի հնարավորություն կտրվի նրանց իրենց հնարավորությունները ցույց տալու, բայց ընտրություններին դեռ 1 տարի կա, ուղղակի կփորձեն այսպես երկու կողմերն էլ այսպես էստաֆետը մեկը մյուսին հանձնելով հասնեն արդեն այդ կարևոր ժամանակահատվածին։ Տեսնենք ինչպես կլինի, այն ժամանակ ես կսկսեմ մեկնաբանել եւ տալ աստղաբանական իմ մեկնաբանությունները այդ իրավիճակների եւ այդ անձանց վերաբերյալ։ Սիրելի հետևորդներ, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպ է մտնելու հունիսի 9-ին եւ մինչեւ 26 թվականի հունիսի 30-ը գտնվելու է խեցգետնի կենդանակերպում, գիտեք, խանդավառվում է Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում,
հրաշալի հաղորդումներ են պատրաստել այդ առիթով նոր տարուց հետո, ձեզ կիրակի օրը կներկայացնեմ Յուպիտերի դիրքը խեցգետնի կենդանակերպում 12 կենդանակերպերի համար, թե ձեր կյանքի որ ոլորտում դուք կունենաք հսկայական հաջողություններ, բայց եթե ցանկանում եք անձնական իմանալ, թե որտեղ է գտնում Յուպիտերը ձեր քարտեզում եւ խեցգետնի կենդանակերպը որ տների ոլորտն է այդպես ներկայացնում, դա ուղղակի պետք է անձնական ձեր անհատական քարտեզը ուսումնասիրեն։ Սիրելի հետևորդներ, ինչպես գիտեք, Մերկուրին հիմա սրընթաց առաջ է գնում, հերիք արագությունը բավականին մեծ է, նա երկվորյակի կենդանակերպում է եւ մինչեւ հունիսի 9 գտնվելու է երկվորյակի կենդանակերպում եւ հենց հունիսի 9-ին, երբ որ Յուպիտերը անցնի խեցգետնի կենդանակերպ, նաեւ Մերկուրին էլ անցնելու խեցգետնի կենդանակերպ, այդ մի քանի օրերին տեղի կունենա Մերկուրի եւ Յուպիտեր միացումը երկվորյակ եւ խեցգետին կենդանակերպերում, մի դեպքում շատ արագ պետք է կողմնորոշվեք, ինֆորմացիա այդպես հոսքը կլանեք, մյուս դեպքում մոտակա ժամանակահատվածը հենց այդ մի քանի օրը բավականին բարենպաստ լինի։ Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները ետ են վերադառնալու արտերկրից, գալու են հայրենիք, ես լսում եմ բազմաթիվ դեպքեր, մանավանդ տեսնում եք, որ Ռուսաստանում էլ վիճակը բավականին բարդ է, այնտեղ նրանց Սատուրնը, Ռուսաստանի Սատուրնը գտնում է ջրհոսի կենդանակերպում, իսկ Պլուտոնը բարդ մոլորակ, հանդող մոլորակ, տեսնում եք ինչ վիճակում է գտնվում նաև ջրհոսը, դա ինքնաթիռներ, ուղղաթիռներ, օդանավակայան, ավիացիա, այդ բոլոր ոլորտներն են, ինչ վիճակում է գտնվում Ռուսաստանը, պատկերացնում եք, այո, այդ արհավիրքը Պլուտոնի միջամտությամբ տեղի ունեցավ նրանց այդ տարածաշրջանում, բայց ասեմ, որ գերտերությունները նրանք մեծ խաղերի մեջ են ներգրաված, այդ մասին հաղորդում եմ ունենալու մոտակա օրերին, Արեգ TV-ում, այնտեղ մանրամասն խոսում քննարկում ենք աշխարհաքաղաքական այդ դեպքերի, տենդենսների մասին, համենայն դեպս իրավիճակը այսպիսին է եւ մենք բոլորս ուզենք, չուզենք ներգրաված ենք տարածաշրջանային այդ բոլոր խնդիրների, այդ իրադարձությունների մեջ եւ հուսամ, որ կիզակետում չենք հայտնվի, ուղղակի կողքից մենք կտեսնենք այդ ամենը եւ կփորձենք սողոսկել եւ ժամանակին իրականացնել մեր երկրի բարգավաճման եւ մեր երկրի բարելավման այդ բոլոր կարևոր ծրագրերը։ Կարևոր իրադարձություն եմ նաեւ տեսնում ես, Վեներան հունիսի 6-ից արդեն անցնելու է Խոյից դեպի Ցուլի կենդանակերպ, կրքերը կհանգստանան, ճիշտ է Մարսը դեր առուցում է գտնվելու ամսի 6-ից, պատկերացնում եք Լուսինը կշեռք, Վեներան Ցուլ կհանգստանան կրքերը, արդեն կայուն հարաբերություններ կսկսեն, եթե մինչ այն մարդիկ տրվում էին կրքերին, չէին հանդարտվում, հիմա արդեն նրանք կսկսեն մտածել նյութական բարեկեցության մասին, կմտածեն եւ մենք տեսնում ենք, որ ամսի 17-ին Մարսը անցնելու է Կույսի կենդանակերպ, պետք է մտածենք աշխատելու մասին, Մարսը գտներ առյուծի կենդանակերպում ցուցադրում էր իր ողջ կարողությունը եւ մենք տեսանք, թե ինչ էր կատարվում մեր շուրջը, բոլորը ակտիվացել էին, իրենց հույզերն են ցույց տալիս, իրենց ուժային կարողությունն են ցույց տալիս, այնտեղ էլ չեմ ասում, որ Սև լուսինը կարիճում հայհոյախառն արտահայտություններ, բացահայտեցին անկողինները, ով ում հետ ինչ էր կատարում, իհարկե այդ բոլորը Մարս եւ Սև լուսին, այդ մոլորակների, նաեւ Պլուտոնը ջրհոսում, այդ մոլորակների բարդ դիրքավորումներից են նաև բխում։ Դե սիրելի հետևորդներ, քանի որ գիտեք, նորալուսնը եղել է երկորյակի կենդանակերպում, Մերկուրին շատ արագ իր այդ կենդանակերպից, երկորյակից պետք է անցնի, տեսնում եք խեցգետնի կենդանակերպ, մենք պետք է հասնենք մեր բոլոր գործերը, հայտարարություններ կատարենք, ուսուցման պրոցեսներ սկսենք, ուստի ես եւ իմ գործընկերը, որ ժամանակի նաեւ իմ աշակերտն է եղել, որոշել ենք կազմակերպել հանդիպում ձեզ համար Սյունիքի մարզում եւ դա տեղի ունենալու հունիսի վերջին, այնտեղ կլինի եւ հանդիպում եւ բլից դասընթացների մեկնարկ եւ կարող եք մոտիկից ծանոթանալ աստղաբանությանը, լսել մեր մեկնաբանները եւ ինչու՞ չէ ձեր հարցերը անմիջապես ուղղել նաեւ ինձ, ինչը վերաբերում է հոգեբանությանը եւ նաեւ աստղաբանությանը։ Ժամանակը կգա, մանրամասն կներկայացնենք ձեզ ծրագիրը։
Սիրելի հետևորդներ, նաև խոստացել եմ, որ ձեզ պետք է ներկայացնեմ բարդ մոլորակային դիրքավորումները, իսկ բարդ մոլորակային դիրքավորումները այնքան էլ քիչ չեն, ամենաբարդ օրերից մեկը լիալուսինն է, որը տեղի ունենալու հունիսի 11-ին աղեղնավորի կենդանակերպում, բայց ընդհանուր առմամբ գիտեք, որ լիալուսինը դա արև եւ լուսնի դիմադրություն է եւ նա ընդգրկում է երկօրյակ եւ աղեղնավոր առանցքը։ Ինչ է տեղի ունենալու միջպետական հարցերում, նաև այսպես փոխադրամիջոցների հետ կապված, նաև խոսակցությունները այդ պայմանավորվածությունները կարող են որոշ չափով այսպես խարխլված վիճակում գտնվել, որոշ գաղտնիքներ կարող են բացվել, կարող են նաև այդ ամենը, այդ պայմանավորվածությունները հետաձգվել, որտեղ այստեղ նաև Յուպիտերն է արդեն անցել խեցգետնի կենդանակերպ, այն մարդիկ, որոնք հեղինակություններ են, կարող են խախտել պայմանավորվածությունները, կասեն, որ վերադառնում եմ հայրենիք որոշ ժամանակահատվածով, եւ նրանք, ովքեր ավիատոմսեր են գնել, ուղղակի ուշադիր եղեք ճանապարհորդելիս, ձեր իրերը վերցրեք, որպեսզի խնդիրներ չունեն նաև չուշանակ, չնայած Մերկուրին շատ արագ է, նա իր արագությունն ունի, բայց ինչպես գիտեք, արդեն Մերկուրին խեցգետնի կենդանակերպ է լինում, ես շնորհավորում եմ նրանց, ովքեր վերադառնալու են հայրենիք, հայրենադարձ են լինելու, որոշելու են ստեղծել այստեղ բիզնեսներ, եթե ոչ գոնե վերանորոգեք ձեր բնակարանը եւ սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, ի գործ ամբողջ 1 տարի դուք ունեք, որպեսզի գեղեցիկ ընտանիքներ ստեղծեք եւ ունենաք երեխաներ։ Մեկ անգամ չէ որ ասել եմ, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում այդ երեխաները կծնվեն հատուկ ծրագրով, նրանք կլինեն մարդիկ, հեղինակավոր մարդիկ, որոնք կկառուցեն մեր երկրի ապագան, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում, նրանք կղեկավարեն մեր երկիրը, մեր ազգը եւ նրանց միջոցով մենք կստեղծենք մեր երկրի, մեր ընտանիքների բարեկեցիկ ապագան։ Սիրելի հետևորդներ, այսպես եթե դիտարկում ենք քարտեզը, ձեզ ներկայացնեն մի քանի բարդ օրեր ջրհոսի կենդանակերպում, օրինակ լուսինը ջրհոսի կենդանակերպում է լինելու ամսի 15-ին, ուշադիր եղեք, որպեսզի ձեր չկողոպտեն, որտեղ այնտեղ Վեներանցուլը կենդանակերպում, այսպես կոնֆլիկտային տրամադրված, ուշադիր եղեք դավաճանություններից, ձեր ընկերուհիների կողմից, ուշադիր եղեք չկորցնեք գումարները կարող եք կորցնել համացանցում, ձեր գաղափարակիցները ձեզ կարող են դավաճանել եւ ի վերջո հնարավոր է սիրային խնդիրներ լինի ձեզ դավաճանի ձեզ ամենամոտիկ ընկերը կամ ընկերուհին։ Այսպես հաջորդ կարևոր եւ բարդ օրը, որը ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել, իհարկե ես ձեզ ասեմ, որ դրական օրերը ներկայացրել եմ նախորդ հաղորդումների ժամանակ, այնտեղից կարող եք վերցնել դրական օրեր։ Այս մի օրն է բացառիկ անբարենպաստ, դա ամսի 19-ին լուսինը խոյի կենդանակերպում, ինչպես գիտեք, Սատուրնը, Նեպտունը այստեղ են արդեն, իսկ Նեպտունը մարտի վերջ, Սատուրնը մայիսի 25-ից հերիք չի, լուսինն էլ այստեղ եւ բարդ դիրքեր երկու լուսատուների միջև Յուպիտերն էլ խեցգետնի կենդանակերպում, սա հեղինակավոր մարդկանց մեջ կարող է կոնֆլիկտ հրահրվել, հուսանք, որ միջպետական կոնֆլիկտ չի, որտեղ այստեղ գերտերողությունները կարող են, իսկ սովորական անձիկ մանավանդ տեսնում եք խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, բայց մանավանդ հենց խոյ եւ խեցգետնին լարված դիրքեր կան, եթե տեսնում եք, որ ձեր դիմացինը ուղակի ոչ թափ վիճակում է գտնվում, որտեղ Նեպտուն է, դա խմիչքն է, դա կարող է լինել թմրանյութերը, դրանք կարող են լինել ալկոհոլային այդ բոլոր տարատեսակ այդ խմիչքները, եթե տեսնում եք այդպիսին են, մանավանդ օրը տեսնում ենք 5-շաբթի է, կազմակերպում եք ինչ-որ իրադարձություն, եթե խնջույք է, ուղղակի ուշադիր եղեք կոնֆլիկտային մարդկանցից, ի սկզբանե կարող եք նրանց չեզոքացնել կամ այնպես անել, որպեսզի կոնֆլիկտ չհրահրվի։ Քանի որ լուսինը խոյում է, դա ուժային կառույցներ են, հուսանք, որ նաև մեր թշնամիները ուղղակի դավադրություն չեն կազմակերպի կամ սահմանային լարումներ չի սկսվի։ Լուսինը խոյի կենդանակերպում նրանք պարբերաբար այդպիսի մի դավադիր քայլի գնում են։ Հաջորդ բարդ օրը, եթե ես դիտարկեմ,
Ահա, այստեղ տեսնում ենք Լուսինը ցուլի կենդանակերպում, այն եւ դրական դիրքեր ունի գնումների համար է բարենպաստ, բայց համացանցում կրկին այնինչ տեսանք, մենք դրանից առաջ համացանցում ուշադիր եղեք, որպեսզի ձեզ կրկին չկողոպտեն, գնումները կատարեք, բայց չափի մեջ եղեք, որտեղ կարող է ձեր գնումները հետագա, երբ որ արդեն հասցնեք տեղ, ձեր դուրը չգա, եւ նաեւ միշտ ասում եմ, մի տվեք ձեր գաղտնաբառը կամ ձեր անունը այնպիսի նամակների կամ այնպիսի կայքերի, որոնք ուղղակիորեն ցանկանում են ունենալ ձեր տվյալները, զանգեք հստակ բանկ, այնտեղ ճշտեք, ոչ մեկի հետ գործարք մի ունեցեք։ Հաջորդ բարդ օրը, եթե մենք տեսնում ենք, այստեղ Լուսինը երկօրյակում մի կողմից դրական դիրքեր են, այստեղ համացանցում տեսնում եք գործերու պայմանավորվածություններ ձեռք բերելու, բայց աշխատանքային process-ին խանգարող դիրքավորում է, ուշադիր եղեք լեզվակռիվներից աշխատանքային process-ում, տանը մայրիկի հետ հարաբերություններ, կարող է մի փոքր բանի համար, ինչու այս մասնիկը չեք մաքրել, ինչու սա մաքուր չի եղել եւ մի մեծ կոնֆլիկտ ուղակի սկսի։ Եվ ահա ամենադրական օրերից մեկը մենք ունենք նորալուսին ամսի 25-ին 2025 թվականի հունիսի 25-ին նորալուսինը եւ դրական դիրքեր կամ Մարսի հետ եւ բարդ դիրքավորումներ, որպիսի խնդրից խուսափենք ձեր բոլոր կարևոր գործերը կարող եք սկսել հունիսի 26-ին, կարող եք գնել բնակարան, կարող եք գնալ տեսնել հողատարածքը, հնարավոր է կարողանալ կարգավորել ձեր կյանքը, ամուսնանալ, նշանվել, ունենալ երեխաներ, այդ օրը բավականին բարենպաստ է, հենց քանի որ Յուպիտերը արդեն իսկ խեցգետնում է, Լուսինը խեցգետնի կենդանակերպում այդ օրվա բեղմնավորումից կծնվեն աղջիկներ, բայց իմացեք, որ նրանք ուղղակի շատ հոգատար երեխաներ կլինեն ձեզ համար։ Հաջորդ օրվա բեղմնավորումից կծնվեն տղաներ, Լուսինը առյուծի կենդանակերպում, նայեք ամսի 28-ին խորհուրդ չեմ տալիս, որտեղ Լուսինը բարդ դիրքեր ունի, այդ օրվա ծնված երեխան կունենա բարդ կարմա։ Իսկ ամսի այստեղ որ դիտարկում ենք ամսի 27-ի երեկոյան, եթե ցանկանում եք տղա երեխա ունենալ, ապա այդ օրը կարող եք օգտագործել հենց այդ իսկ նկատառումից ելնելով։ Այսքանը սիրելի հետևորդներ, փորձեցի ձեզ ներկայացնել հունիս ամսվա եւ դրական եւ բարդ օրերը, որպիսի կրկին ասում եմ, մի կողմից զգուշանաք, մյուս կողմից էլ կարողանաք կարգավորել ձեր գործերը։ Սիրելի հետևորդներ, դե ինչ, գիտեմ, որ բաժանորդագրվում եք ալիքին, գիտեմ, որ կիսվում եք հաղորդումներով, լսարանը բավականին մեծ է, էլ չեմ ասում, թե Facebook-ում որքան ակտիվ եք, Instagram-ը լրիվ այլ ֆորմուլայով, լրիվ այլ կերպ է աշխատում, բայց գիտեք, ձեր բոլորի համար, ըստ ձեր ճաշակի եւ ըստ ձեր նախարարության ես ունեմ հաղորդումներ, ուղղակի պետք է բաժանորդագրվել եւ YouTube-ին, եւ Facebook-ին, եւ նաեւ Instagram-ին, այսքանը սիրելիներս, սպասեք հաջորդ շաբաթ, ցտեսություն։